Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Նախորդ շաբաթ տեղի է ունեցել Ալիև-Պուտին հանդիպումը Դուշանբեում, որը լավ առիթ է քննարկելու Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։ Գիտենք, որ նախորդ ամիսների ընթացքում դրանք բավականին լարված էին, այդ մասին շատ ենք խոսել։ Այ քո կարծիքով ինչպես ստացվեց, հանդիպումը դրական է անցել, դրական մեսիջներ են հիմնականում հնչել, ինչ եղավ, որ փոխվեց այս դինամիկան, այդ ճգնաժամը կարծես թե հաղթահարվել է եւ ինչ կարծիքներ էին հնչում, ինչ կանխատեսումներ էին հնչում։ Այո, մեծ հաշվով Պուտինը կատարեց Ալիևի այն հիմնական պահանջները, որոնք նա հնչեցնում էր այդ ճգնաժամի ընթացքում, այսինքն ամբողջովին ստանձնեց պատասխանատվությունը այդ ինքնաթիռի խոցման համար, չնայած ինչ որ ոչ ուղիղ կերպով, բայց այնուամենայնիվ ստանձնեց պատասխանատվություն, խոստացավ փոխհատուցել սպանվածների եւ տուժածների ընտանիքներին, բայց այստեղ իհարկե ավելի էական պահը այն է, որ զուտ PR տեսանկյունից Ռուսաստանը, այո, ընդունեց, որ Ադրբեջանը ճիշտ էր, եթե կոպիտ ասենք, իսկ Ռուսաստանը սխալ էր։ Դուշանբեի հանդիպումին նախորդել էր նաև Ալիևի հեռախոսազանգը Պուտինի ծննդյան օրը, հոկտեմբերի 7-ին, որից էլ կարելի ասել սկսել էր այս ճգնաժամի հաղթահարման փուլը, չնայած ամենայն հավանականությամբ նախապատրաստական աշխատանքները երեշաբաթներ էին տիրում, միջ այդ կային խոսակցություններ, որ տարբեր պատվիրակություններ էին ժամանել Բաքու այս հարցը քննարկելու համար, բայց ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ այս ճգնաժամի դեպքում գործ ունենք ոչ թե ինչ-որ ֆունդամենտալ գործընթացի հետ, այսինքն ոչ թե Ադրբեջանը լուրջ արտաքին քաղաքական որոշում է կայացրել եւ որոշել է ընդհանրապես փոփոխել օրինակ արտաքին քաղաքականության ուղղությունը, դիստանցավորվել Ռուսաստանից, ինչպես Հայաստանն է փորձում հիմա դիստանցավորվել, ամբողջովին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ խնդիրը հենց քաղաքական է եւ սիտուատիվ է եւ այդ խնդիր լուծելու պարագայում հարաբերությունները վերականգնելու են նույն մակարդակին։ Իդեպ այս շրջանում բավականին լուրջ էնտուզիազմ կար նաև արևմտյան տարբեր դերակատարների մոտ, մասնավորապես իմ մասնավոր շփումների ընթացքում տարբեր դիվանագետների, դեսպանների հետ մեծ ոգևորություն կար, որ տեսեք Ադրբեջանը այսպիսի բավականին համարձակ քայլեր ու հայտարարություններ է անում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, բայց այդ ժամանակ հիշեցնեմ, որ նաև մեր նախորդ թողարկումների ընթացքում մենք պարբերաբար նշում էինք այն կառուցվածքային իրողությունների մասին, որոնք գոյություն ունեն այդ երկկողմ հարաբերություններում։ Իսկ կառուցվածքային իրողությունները հետևյալն են. Ադրբեջանը Ռուսաստանի համար բավականին կարևոր երկիր է դարձել վերջին տարիների ընթացքում, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Խոսքը գնում է ինչպես ենթակառուցվածքային ծրագրերի մասին, մասնավորապես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին, որի շուրջ քննարկումներ իդեպ Պուտինի եւ Ալիևի հանդիպումից 3-4 օր անց տեղի ունեցան Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ այդ ենթակառուցվածքը զարգացնելու թեմայով եւ նաեւ արձանագրվել է զգալի աճ բեռնափոխադրումների այդ ենթակառուցվածքով։ Խոսքը գնում է նաեւ էներգետիկ համագործակցության մասին, կան բավականին հիմնավոր մեղադրանքներ, որ Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով մասնավորապես սեփական գազը վաճառում դեպի Եվրոպա։ Խոսքը նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարևորության մասին է։ Հենց այդ մասին էի ուզում խոսել, դու նշեցիր, որ քաղաքական գործոնն էլ է կարևոր, բացի տնտեսական ու առևտրաշրջանառության հետ կապված թեմաները, Ադրբեջանը եւ Ռուսաստանը փոխադարձաբար իրար քաղաքական առումով այս պայծրությամբ հետաքրքիր են, թե ոչ, ու որքանով են կարևոր։ Այո, վստահաբար Ադրբեջանի ողջ արտաքին քաղաքականությունը կառուցում է այն սկզբունքի վրա, որ պետք է գլխավոր ուժային կենտրոնների հետ պահպանել լավ հարաբերություններ ու նաև պահպանել ինչ-որ դիստանցիա, այսինքն Ադրբեջանը չի ցանկանում որևէ խմբավորման միջազգային մաս լինել, եթե խոսքը չի գնում օրինակ նույն այդ չմիավորված ազգերի շարժման մասին, որի իմաստը հենց այդ է, որ ոչ մեկին այդ որևէ բևեռի այդ պետությունները չեն միավորում, եւ եթե նաեւ մի կողմ թողնենք Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերությունները, մեծ հաշվով Բաքուն վերջին տասնամյակների ընթացքում փորձում էր կառուցել հենց այդպիսի արտաքին քաղաքականություն, պահպանել
լավ հարաբերություններ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, հիմա արդեն կա նաև Չինաստանը, որի հետ զարգացնում են հարաբերությունները բավականին ակտիվ տեմպերով, բայց միևնույն ժամանակ պահպանել որոշակի ինքնավարություն եւ պետք է նշել, որ Ադրբեջանը կարողանում է հասնել այդ նպատակին նաև սեփական ռեսուրսների պատճառով, այսինքն ինչ որ չափով տնտեսական առումով ինքնաբավ է, մեծ կախվածություն չկա այդ ուժային կենտրոններից եւ այդ իսկ պատճառով սա հիմք է ստեղծում բավականին անկախ արտաքին քաղաքականություն ունենալու համար։ Եթե կրկին մի վարքյան վերադառնալով տնտեսական գործոններին, Ռուսաստանը նաև տնտեսական առումով կարևոր գործընկեր է, որովհետև եթե մենք վերցնում ենք Ադրբեջանի ոչ նավթային տնտեսությունը, այն բավականին լուրջ կախվածություն ունի հենց ռուսական շուկայից, այսինքն Ռուսաստանը կարևոր երկիր է Ադրբեջանի համար եւ բացի այդ Ադրբեջանում կա այն ընկալումը, որ Ռուսաստանը ինչքան էլ թուլացած չլինի, իսկ հիմա Ռուսաստանը երևի ազդեցության ամենացածր դիրքում է գտնվում հետ խորհրդային շրջանում ուկրաինական պատերազմը պայմանավորված, այնուամենայնիվ Ռուսաստանը ի համեմատ այլ դերակատարների ավելի մեծ ազդեցություն ունի հարավային Կովկասում։ Սա ինչ վերաբերում է Ադրբեջանի տեսանկյունին։ Ռուսաստանի տեսանկյունից Ադրբեջանը էլ ավելի կարևոր երկիր է, մեծ հաշվով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանը դարձել է հարավային Կովկասի առաջնային դերակատարություն ունեցող պետություն, ունի բավականին լուրջ ամբիցիաներ հենց տարածաշրջանային խաղացող դառնալու համար եւ մի շարք գործընթացներ, մի շարք հարցեր հենց պետք է Ռուսաստանը ստիպված է Ադրբեջանի հետ քննարկել եւ հենց այս Ադրբեջանի կարգավիճակի փոփոխությամբ է պայմանավորվում նաեւ այս ճգնաժամը իմ կարծիքով, որովհետեւ երբ մենք խոսեցինք այդ կառուցվածքային փոխկապակցվածության մասին, սա պատմության մի հարթությունն է, այսինքն երբ հնչում էին այդ ենթադրությունները, հնչեցվում էին այդ ենթադրությունները, որ Ադրբեջանը փորձում է ռազմավարական փոփոխություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ես օրինակ նշում եմ, որ խոսքը այդ ռազմավարական մակարդակում տեղի ունեցող փոփոխությունների մասին չէ, այլ խոսքը փոխհարաբերություններում կարգավիճակների փոփոխության մասին է։ Եթե նախկինում Ադրբեջանն էլ Ռուսաստանն էլ դիտարկում էին Մոսկվային որպես ավելի շատ ավագ գործընկեր, որը շատ գործընթացներում թելադրում է, թե օրինակ հարավային Կովկասի երկրները, այդ թվում նաև Ադրբեջանը ինչ պետք է անեն, եթե օրինակ հետադարձ հայացք ենք նետում Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, ինչպես Ռուսաստանը մեծ հաշվով պարտադրեց պատերազմի կանգնեցումը ու նաև խաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, ապա հիմա այդ իրավիճակը փոխվել է։ Նախ Ադրբեջանը օգտագործելով ուկրաինական ճգնաժամը կարողացել է հասնել իր բոլոր քաղաքական նպատակներին մեր տարածաշրջանում, ամբողջական վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ստիպել է ռուս խաղապահ առաքելությանը լքել Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում եւս նվազում է եւ Հայաստանը եւս արդեն կորցնում է Ռուսաստանի որպես անվտանգություն ապահովողի, անվտանգության երաշխավորի կարգավիճակի պահանջարկը եւ վերջին զարգացումները նաեւ կապված Մեղրի հաղորդակցության հետ խոսում են այդ մասին, որ Ռուսաստանը նույնիսկ այն գոյություն ունեցող հնարավոր պոտենցիալ լծակները կորցնում է եւ սա Ադրբեջանի մեծ հաշվով ձեռքերը ազատել է ավելի համարձակ քաղաքականություն, իրականում նաեւ Հայաստանի ինչ որ չափով մոտ այդ երևույթը նկատելի է, ավելի համարձակ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում եւ ցույց տալ, որ հիմա պետք է փոխհարաբերությունները ոչ թե լինեն ավագ եւ կրտսեր գործընկերների ձևաչափով, այլ հավասարի հետ պետք է խոսեն Բաքուն ու Մոսկվան։ Եվ Դուշանբեի այդ հանդիպումը մեծ հաշվով այս նոր իրողության արձանագրումն էր առնվազն այս փուլում։ Առնվազն այս փուլում Մոսկվան ընդունում է, որ Ադրբեջանը կարելի ասել հավասար գործընկեր է, եթե խոսքը գնում է հարավային Կովկասի մասին։ Խաղաղարերի երկրների տեսքով նման դասավորության պայմաններում Հայաստանը իր արտաքին դիվանագիտության մեջ ոնց պետք է դրսևորվի խոսքը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված։ Ինչ որ լարվածություն այս պայն կարծես թե չկա, բայց շատ пассив են շփումները։ Տես Հայաստանը ի տարբերություն Ադրբեջանի որևէ երկարաժամկետ ռազմավարություն, արտաքին քաղաքական ռազմավարություն այս փուլում չունի։
Եթե մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հասկանալի էր, որոնք են Հայաստանի արտաքին քաղաքական նպատակները, դրանք հիմնականում կառուցված էին Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ եւ նպատակ են հետապնդում այդ հիմնահարցի նպաստավոր կարգավորմանը հայկական կողմի համար։ Հիմա Ղարաբաղի կորուստից հետո Հայաստանը փնտրտուքների մեջ է, նաև ուժային բալանսի խախտման կամ ոչնչացման պարագայում ավելի շատ իրավիճակային մենք որոշումների հետ գործ ունենք եւ այս ողջ գործընթացը, որը ընդունված է դիվերսիֆիկացիա անվանել, իհարկե դա դժվար է ռազմավարություն անվանել։ Դա ավելի շատ մոտեցում է արտաքին քաղաքականությանը, բայց որպես այդպեսին ռազմավարություն չկա։ Եվ մենք վերջին տարիներին տեսել ենք, թե ինչպես օրինակ նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների մոտեցումները շատ հաճախ փոփոխվում են, կախված արտաքին ինչ-որ զարգացումներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրություններից, ուկրաինական պատերազմի ընթացքից, օրինակ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի ձախողումների փուլին հաջորդում էր Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի նաև քաղաքականության փոփոխություն, արևմուտքի վրա ավելի մեծ շեշտադրում ու խաղադրույք։ Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո մենք նկատում էինք ավելի զգուշավոր արդեն քաղաքականություն ու հռետորաբանություն Ռուսաստանի նկատմամբ, այսինքն Հայաստանը որպես այդպիսին անգլերեն այդ տերմին օգտագործելով grand strategy չունի արտաքին քաղաքականության, մեծ ռազմավարություն չունի։ Ադրբեջանը ունի, խոսեցինք այդ ռազմավարության մասին, Ադրբեջանը իրեն տեսնում է որպես միջին տերություն, middle power, տարածաշրջանային տերություն եւ այդ ռազմավարության տրամաբանությամբ փորձում է կառուցել հավասար հարաբերություններ բոլոր ուժային կենտրոնների հետ, Արևմուտքի, Ռուսաստանի, Չինաստանի հետ, ունենալով Թուրքիային որպես ռազմավարական գործընկեր։ Այդ առումով դժվար է կանխատեսել, թե Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ օրինակ մի տարի հետո ինչպիսին է լինելու։ Եթե հանկարծ ուկրաինական ռազմադաշտում այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում կամ ուկրաինական պատերազմը կանգ է առնում Ռուսաստանի համար նպաստավոր կամ ոչ նպաստավոր պայմաններում, այդ գործոնները շատ լուրջ ազդեցություն են ունենալու Հայաստանի մոտեցումների եւ Հայաստանի քաղաքականության վրա։ Մինչդեռ Ադրբեջանի պարագայում ես չեմ կարծում, որ օրինակ այդ գործընթացները շատ մեծ ազդեցություն են ունենալու իրենց արտաքին քաղաքականության վրա։ Իսկ երակոմ շփումները ինչպիսին են լինելու, որովհետեւ հիմնականում Ռուսաստանը հաշտարարի խաղաղարարի դերում էր, Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան հարաբերությունների եռանկյունու մեջ։ Հիմա երբ որ ինչ-որ չափով կարգավորում է նկատվում կամ Հայաստանի իշխանությունները գնում են դրան, որն է լինելու Ռուսաստանի դերը այստեղ։ Ռուսաստանը մեծ հաշվով արդեն դուրս է մղվել այդ գործընթացներից եւ դա տեղի ունեցել դեռևս 2023 թվականի սեպտեմբերից հետո, ու սա եւս Ադրբեջանի նախաձեռնությունն էր։ Մեծ հաշվով Ադրբեջանը այն ժամանակ դուրս էր մղել նաեւ Արևմուտքին բանակցային գործընթացից եւ հիշում ենք, որ գրեթե 2 տարի բոլոր բանակցությունները, կարևոր բանակցությունները երկկողմ ձևաչափով էին ընթանում։ Հիմա դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կարող է վերականգնել իր այդ դիրքը, ունենալ ինչ-որ էական միջնորդական դերակատարություն, տեսնում ենք, որ դելիմիտացիայի գործընթացը արդեն երկկողմ ձևաչափով է ընթանում, ապաշրջափակման գործընթացում ընդհանրապես ամերիկացիները ստանձնեցին գլխավոր միջնորդի դերակատարությունը, միգուցե ինչ-որ հումանիտար հարցերով Ռուսաստանը կարող է դերակատարություն ունենալ, բայց այստեղ եւս կասկածի տակ է այդ ամենը։ Մի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանի դիրքերը շատ է թույլատրել մեր տարածաշրջանում եւ այս բոլոր գործընթացները դրա հետևանքն են։ Նույնիսկ ուկրաինական պատերազմի ավարտից հետո արդեն դժվար է պատկերացնել, թե հայ-ադրբեջանական համատեքստում Ռուսաստանը ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։